Գնացեք ընտրության, որ ՔՊ-ն գնա։ Ավան վարչական շրջանի բակերում հավաքված բնակիչներին կոչ է արել ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Թեև անձրևոտ եղանակին դաշինքի ներկայացուցիչները շրջել են համայնքի բակերով, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել իրենց մոտեցումները երկրում տիրող իրավիճակի եւ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։ Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը խիստ քննադատել է իշխանությանը, բնութագրելով որպես ամաշկոտից անամոթ դարձած ուժ։ Երբ իրենք եկան իշխանության, դենց համեստ ու ամաչկոտ տղեկ էին։ Հիշում եք, չէ՞, շատ ամես, շատ ամաչկոտ։ Հետո ամեն տարի սենց հայլու մեջ նայում են, սենց ձայները ավելի կոշտ է լինում, ավելի բրուտալ են լինում, մարդկանց ավելի շատ մարդկանց են սկսում տարբեր ձևի նեղացնել, մեկը կա անգամ այնքան ուժեղ էր, որ երկու հոգի բռնել էին, որ մեր սպյուրքայի հայրենակիցներից մեկին վիրավորի շատված ձևով, այդպիսի ուժեղ տղա էր նա։ Ու այդ ամաչկոտ տղեկը վերջում դարել են շատ անամոթ տղեկ։ Երբ մենք ուզում ենք իշխանության գա մարդ, ով իրական որակական փոփոխություն պետք է բերի, մեր հիմնական ցանկությունը էսա, որ մեր երկրում լինեն իրապես համեստ, իրապես աշխատասեր, իրապես հայի նկարագրով մարդիկ։ Նարեկ Կարապետյանը կասկածի տակ է դրել անվտանգության ոլորտում իշխանությունների կոմպետենտությունը, հիշեցնելով անցած ողբերգությունները։ Ըստ նրա, պաշտոնական Երևանի հռետորաբանությունը ոչ թե երաշխիք է, այլ պատրանք, որը ծառայում է միայն ինքնագովազդին։ Եվրոպայի կենտրոնում այդքան զինվորականների մեջ մի հատ հայի չկարեցան պաշտպանեին, որ Սաֆարովը չհասներ։ Մեզ այս ծայրամասում Կովկասի խորքերում ոնց են պաշտպանելու։ Ոնց են իրանք Եվրոպայում չկարողացան պաշտպանեն մեր հայ զինվորականին ադրբեջանցու նկրտումներից, ադրբեջանցու ագրեսիայից։ Ստեղ ոնց են մեզ պաշտպանելու։ Գիտեք ոնց են պաշտպանելու։ Գալու են, նկարվեն, ցավակցություն հայտնեն, մի հատ հուզիչ ելույթ ասեն ու գնան։ Փոփոխություններ բերող ուժի անդամները կոչ են արել ավանցիներին ակտիվ մասնակցել առաջիկա ընտրություններին, քանի որ ընտրություններին չմասնակցելը նպաստում է գործող իշխանության վերարտադրմանը եւ միայն ակտիվ քվեարկությամբ է հնարավոր իրական փոփոխությունների հասնել։